Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր աշխարհը ամենահզոր գիտնականներին, փիլիսոփաներին և առաջնորդներին հավաքեին մեկ սենյակում և հարցնեին, որն է մարդկության ամենամեծ խնդիրի լուծումը, մեկը կասեր տեխնոլոգիան, մյուսը կրթությունը, մեկ ուրիշը քաղաքականությունը, այլ մեկը տնտեսությունը, բայց պատկերացրեք, որ Աստված պատասխանում է մարդկության փրկության ճանապարհը մի խաչ է։ Առաջին դարում սա խելագարություն էր թվում, այսօր էլ շատերի համար այդպես է թվում։ Ինչպես կարող էր աշխարհի փրկությունը կախված լինել խաչված ատաղծագործից, ինչպես կարող էր մահը դառնալ հաղթանակի ճանապարհ։ Հենց այս գաղտնիքի մասին է խոսում Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված առաջին նամակի 2-րդ գլխի 6-10 հատվածում։ Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում է գնում, այլ քարոզում ենք Աստծո խորհրդավոր ու ծածուկ իմաստությունը, որն Աստված հավիտյաններից առաջ սահմանել էր մեր փառքի համար, որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց, որովհետև եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։ Սակայն, ինչպես գրված է, այն, ինչ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց և մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար։ Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծո խորությունը։ Ամեն։ Սիրելի հետևորդներ, աշխարհի իմաստությունը և Աստծո իմաստությունը։ Պողոսն ասում է. մենք իմաստություն ենք խոսում կատարյալների մեջ, բայց ոչ այս աշխարհի իմաստություն։ Նա չի ասում, որ կրթությունը վատ բան է, նա չի մերժում գիտությունը կամ մտածողությունը։ Նա պարզապես ասում է, որ գոյություն ունի մի իմաստություն, որը մարդկային բանականությունը միայնակ չի կարող բացահայտել։ Այսօր մարդը կարողանում է սարքեր ուղարկել տիեզերք, ստեղծել արհեստական բանականություն, փոխպատվաստել օրգաններ, բայց հաճախ դեռ չի կարողանում պատասխանել ամենահիմնական հարցերին։ Ինչու է մարդը ապրում, ինչ իմաստ ունի տառապանքը, ինչ կա մահից հետո, ինչպես խաղաղություն գտնել։ Տեխնոլոգիան կարող է երկարացնել կյանքը, բայց չի կարող տալ կյանքի իմաստը։ Առաքյալը խոսում է ծածուկ իմաստության մասին, այսինքն Աստծո փրկության ծրագիրը, որը դարեր շարունակ գաղտնի էր պահված, եւ այդ ծրագիրը կենտրոնացած էր մեկ անձի շուրջ՝ Հիսուս Քրիստոսի։ Աշխարհը սպասում էր զորեղ թագավորի, Աստված ուղարկեց խոնարհ ծառայի։ Աշխարհը սպասում էր սրի, Աստված բերեց խաչը։ Աշխարհը սպասում էր իշխանության ցուցադրման, Աստված ցույց տվեց զոհաբերող սեր։ Սա փոխում է մեր պատկերացումները։ Մենք հաճախ մտածում ենք, որ ուժը հաղթում է, բայց Ավետարանը սովորեցնում է, որ սերն է հաղթում։ Մենք կարծում ենք, որ Բարձրյալը հաղթանակ է, բայց Քրիստոսը ցույց տվեց, որ խոնարհվելը կարող է փոխել աշխարհը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը ասում է. խաչը թվում էր պարտություն մարդկանց աչքին, բայց դարձավ հաղթանակ երկնքի աչքում։ Եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը չէին խաչի։ Առաքյալն այստեղ ասում է մի ցնցող բան. այս աշխարհի իշխանները խաչեցին Քրիստոսին, որովհետև չճանաչեցին նրան։ Նրանք տեսան մարդու, չտեսան Աստծուն։ Նրանք տեսան թուլություն, չտեսան զորությունը։ Շատ մարդիկ մերժում են ոչ թե իրական Քրիստոսին, այլ այն պատկերացումը, որ ունեն նրա մասին։ Ոմանք կարծում են, որ հավատքը թույլ մարդկանց համար է։ Ոմանք կարծում են, թե Աստված սահմանափակում է ազատությունը։ Բայց երբ մարդը իսկապես ճանաչում է Քրիստոսին, հաճախ ամբողջ կյանքը փոխվում է։ Գուցե մենք էլ երբեմն մեր կյանքում չենք ճանաչում Աստծո գործը։ Երբեմն փորձությունը տեսնում ենք որպես պատիժ
իսկ Աստված այն օգտագործում է որպես աճի ճանապարհ։ Երբեմն փակ դուռը տեսնում ենք որպես ձախողում, իսկ Աստված այն դարձնում է նոր հնարավորության սկիզբ։ Աչքը չտեսավ, ականջը չլսեց։ Սա ամբողջ հատվածի գագաթնակետն է։ Ինչը աչքը չտեսավ եւ ականջը չլսեց եւ մարդու սրտում չծագեց, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար։ Սա միայն երկնքի մասին խոսք չէ, այո, այն վերաբերում է հավիտենական փառքին, բայց այն նաև խոսում է այն անակնկալ ճանապարհների մասին, որոնցով Աստված գործում է մեր կյանքում։ Գուցե այսօր դու ապրում ես մի իրավիճակում, որտեղ ոչ մի ելք չես տեսնում։ Գուցե թվում է, թե ամեն ինչ ավարտվել է, բայց Աստված հաճախ աշխատում է այնտեղ, որտեղ մարդկային հնարավորությունները ավարտվում են։ Սուրբ Եփրեմ աստորեն ասում է. Աստծո պարգևները հաճախ ավելի մեծ են, քան մեր երևակայությունը կարող է պատկերացնել։ Մեզ Աստված հայտնեց իր հոգով։ Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է, որ Աստծո ճշմարտությունները միայն գրքերով չեն հասկացվում։ Դրանք բացվում են Սուրբ Հոգու միջոցով, ահա թե ինչու նույն ավետարանը կարդալով մեկը մնում է անտարբեր, իսկ մյուսի կյանքն է փոխվում։ Սուրբ Գիրքը միայն տեղեկություն չէ, այն հանդիպում է կենդանի Աստծո հետ։ Այդ պատճառով նախքան կարդալը արժե աղոթել. Տեր, բացիր իմ աչքերը, որ տեսնեմ քո խոսքի հրաշքները։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. առանց Սուրբ Հոգու Աստվածաշունչը կարող է մնալ փակ գիրք, իսկ Սուրբ Հոգու հետ այն դառնում է կենդանի խոսք։ Այս հատվածը սովորեցնում է կյանքում կիրառելի մի քանի կարևոր քայլեր։ Մի սահմանափակիր Աստծուն քո պատկերացումներով, մի կարծիր, թե Աստված գործում է միայն այն ժամանակ, երբ դու հասկանում ես նրա ծրագրերը։ Խաչը դիտիր ոչ թե որպես պարտություն, այլ որպես հաղթանակի ճանապարհ։ Ամեն օր խնդրիր Սուրբ Հոգու առաջնորդությունը եւ սովորիր վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ պատասխանները դեռ չկան։ Մի մերժիր Աստծո ճանապարհները միայն այն պատճառով, որ դրանք չեն համապատասխանում մարդկային տրամաբանությանը։ Հիշիր, որ Աստված կարող է պատրաստել քեզ համար ավելին, քան դու երբևէ պատկերացրել ես։ Սիրելի հավատավոր հետևորդներ, աշխարհը շարունակում է փնտրել պատասխաններ ուժի, փառքի եւ հաջողության մեջ, բայց Աստված ընտրեց մի այլ ճանապարհ՝ խաչի ճանապարհը, սիրո ճանապարհը, զոհաբերության ճանապարհը։ Եվ գուցե հենց հիմա քո կյանքում կա մի իրավիճակ, որ թվում է պարտություն, միշտ ապիր եզրակացություններ անել։ Գողգոթանել էր պարտություն թվում, բայց 3 օր անց աշխարհը հասկացավ, որ դա պատմության ամենամեծ հաղթանակն էր։ Հիշիր, Աստված հաճախ գործում է այնտեղ, որտեղ մենք այլևս ոչինչ չենք տեսնում, եւ այն, ինչը աչքը չի տեսել, այն, ինչը ականջը չի լսել, այն, ինչ սրտում նույնիսկ չի ծագել, Աստված արդեն պատրաստել է իրեն սիրողների համար։ Ուստի մի կորցրու հույսդ, մի սահմանափակիր Աստծուն քո երևակայությամբ, քանի որ նրա ծրագրերը միշտ ավելի մեծ են, քան մեր վախերը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս տեսանյութը օրվա սուրբ գրային հատվածի բացատրությունը քո ընկերներին, բարեկամներին, հարազատներին, նրանց եւս հաղորդակից դարձրու Աստծո խոսքի տարածմանը։